Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, տաղավարում հյուրընկալել եմ Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանա Ասատրյանին։ Բարև ձեզ, օրհնեցեք Տեր։ Աստված օրհնի ձեզ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Այսօր խորհրդանուն վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության ծրագիրը, անդրադարձ կար նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեփոխմանը։ Կուզեի ձեր դիտարկումները լսել, որովհետև այստեղ նշվում է Կտրիչ Ներսիսյանին հեռացնելու անհրաժեշտությունը, ժամանակավոր տեղապահ նշանակելու անհրաժեշտությունը նաև, քանի որ այս մասին խոսվել է նաև նախքան խորհրդանական ընտրությունները, դուք ինչ մեխանիզմներ ու ինչ հեռանկարներ եք տեսնում։ Այո, անշուշտ այսօր լսեցինք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ազգային ժողովի ամբիոնից խոսում էր Կտրիչ Ներսիսյանին հեռացնելու մասին։ Առաջին բանը, որ մտքովս անցավ, այն էր, որ վարչապետը իր ժողովրդի հետ անկեղծ է եղել, այն իմաստով, որ իր քարոզչության սկզբից, երբ որ ընտրությունների համար եւ իշխանությունը եւ ընդդիմությունը քարոզչություն էին իրականացնում, վարչապետը ժողովրդին ներկայացրեց նաեւ, որ կառավարություն դառնալու պարագային իրենք նաեւ ստանձնելու են Կտրիչ Ներսիսյանին հեռացնելու, այդ ծրագիրը։ Եվ եթե չեմ սխալվում, 10-րդ կետի մեջ հենց դրա մասին է խոսում, որ եթե իրենք դառնան կառավարություն եւ եթե ժողովուրդը իրենց վստահի Հայաստանի ապագայի ուրեմն կերտումը, բնականաբար իրենք նաեւ այդ ծրագիրն են կյանքի կոչելու եւ անկեղծորեն վարչապետը խոսեց իր ժողովրդի հետ, ասաց, որ այդպես է լինելու, իսկ ժողովուրդը իր ընտրությամբ շուրջ 730,000 քաղաքացի այդ տրամադրությանը եւ այդ ցանկությանը ասաց այո, համաձայնվելով, որ եկեղեցին անպայման պիտի բարեփոխվի եւ եկեղեցին պիտի վերադառնա այն առաքելությանը, որ առաքելությամբ ինքը այս աշխարհում գոյություն ունի։ Ընդդիմությունը ամեն անգամ, երբ դիմում են իշխող խորհրդանի իշխող պատգամավորները Կտրիչ Ներսիսյանին ավազանի անունով, ցայտնոտի մեջ են հայտնվում, այսօր հերթական այդպիսի մի միջադեպ տեղի ունեցավ, երբ վարչապետը նրան այդպես դիմեց, որին հաջորդեց նաև այն, որ Կտրիչ Ներսիսյանը պիղծ է եւ դրա համար կբերվեն նաև հիմնավորումներ, չի կարող են մարդով խախտել է կուսակրոնության ուխտը, ունի երեխա, իսկ այլ ճանապարհ ինքը ասաց չի տեսնում այդ հարցում, լինել վեհապար, ինչու ձեր կարծիքով ինչու ընդդիմությունն այս կերպ արձագանքում։ Գիտեք, ես մինչև ընդդիմության արձագանքին անդրադառնալը որպես քահանա անշուշտ վանական համալիրում նաև շատ հայորդիների եմ հանդիպում, ովքեր այս հարցով անհանգստացած են եւ ուղղակի մեկ օրինակ կբերեմ, որ իրենց աջակցողներից մեկին եկավ Հովանավանք ու ասաց, որ ինչ եք ուզում այդ մարդուց, առնական տղամարդ է, թող նաև երեխաներ ունենար, այսինքն եթե հարցը այստեղ պետք է իրեն ներենք նրա համար, որ ինքը առնական տղամարդ է, միգուցե գնար ու ամուսնացյալ քահանայություն ընտրեր, որովհետև այս ամենի այսպես ընթանալը իմ կարծիքով հավատի պակասն է, որովհետև անշուշտ դու կարող ես մարդուն խաբել, բայց դու պետք է հասկանաս, որ որպես եկեղեցական ամենաառաջինը հաշվետվություն ունես հենց Աստուծո առաջ, եւ եթե կարող ես մարդուն խաբել, բնականաբար Աստծուն չես կարող խաբել, եւ սա էլ հավատի պակասից է, եւ այս մարդը բնականաբար եթե ունենար հավատ, այդ ժամանակ ինքը կլիներ հավատի գործերով կդիներ Գարեգին երկրորդ, բայց եթե անհավատությամբ է գործում, բնականաբար այդ անհավատությունն է, որ իրեն վերելու հասցրել է Կտրիչ Ներսիսյան անվանմանը կամ վանկարկմանը, բնականաբար այսպես երբ որ արտահայտվում են իր մասին, նկատի ունեմ, որ ինքը հոգևորից հեռու է եւ հոգևորի հետ առհասարակ կապ չունի։ Ես հավատացած եմ շփվելով շատերի հետ, ովքեր որ համաձայն են, որ իրեն անվանեն Կտրիչ Ներսիսյան, այս մարդիկ այնպես չէ որ անհավատ մարդիկ են, այս մարդիկ հավատքով մարդիկ են եւ այս մարդիկ սրտացավ են իրենց եկեղեցու համար, այս մարդիկ քնում եւ արտանում են նաեւ իրենց եկեղեցու հոգսերով եւ խնդիրներով եւ տեսնում են, որ այս անձնավորությունը շուրջ 27 տարիներ եկեղեցին որպես Քրիստոսի իրական մարմին, այսպես ասեմ, հեռացրել է, հոգեփրկչական այդ կարևոր առաքելությունից եւ ուղակի տարել եւ խցկել են նեղ ինչ-որ կուսակցական ինչ-որ ճանապարհի վրա եւ եկեղեցին այսօր ոչ թե ծառայում է Հիսուս Քրիստոսին կամ Հիսուս Քրիստոսի ժողովրդին, նրանց հոգեվոր կարիքների բավարարմանը, այլ ավելի շատ այսօր մեր եկեղեցին ծառայում են նեղ կուսակցական ինչ-որ շահերի եւ ասեմ ավելին, ոչ միայն նեղ կուսակցական շահերի, այլ նաեւ արտասահմանյան այլ երկրների շահերին, Հայաստանից դուրս, օտար երկրյա, վերջերս նաև դուք ինքներդ տեսաք, որ լսեցիք, որ մեր եւ երկրի վարչապետը եւ նաև իշխանական այլ
падգամավորներ եւ մարդիկ խոսում էին այն մասին, որ իր եղբայրը Եզրաս Ներսիսյանը նաև օտար երկրյա գործակալ է։ Դա ԱԱՑ-ի փաստաթուղթ է։ ԱԱՑ-ի փաստաթուղթներ, այո, եւ արի ուտես դրանից հետո Մայրաթորթ Սուրբ Էջմիածնից որևէ արձագանք չեղավ հաստատելու կամ հերքելու եւ այս իմաստով ես կարծում եմ, որ լռությունը համաձայնության նշան էր, որովհետեւ որևէ պատասխան իրենք հայ հանրությանը եւ հայ հավատացյալին այս իմաստով չտվեցին։ Հիմա փաստորեն ստացվում է իրավիճակ, որ Կտրիչ Ներսիսյանը եւ եկեղեցին այն վերջին փրկողակն են դիմության ձեռքերում, որ հնարավոր է ինչ որ կերպ իշխանության դեմ պայքարել, որովհետեւ ընտրություններում պարտվեցին իրենք փաստորեն այդ պլանը չկարողացան իրագործել իշխանություն փոխելու։ Հիմա այսպես Կտրիչ Ներսիսյանի ցավով են տառապում, վրենկանում գնում են դատական նիստերին իր դեմ հատված։ Դա ավելի վատ է, իդեպ, երբ որ ասացիք դատական նիստերին, վերջին այդ դատավարության ժամանակ ես ուշադիր եղա, որ ընդդիմության գործիչները ազգային ժողովից դուրս եկան, ասելով, որ գնում են իրենք կաթողիկոսի դատավարությանը, բայց այդ դատավարությանը հասել էին ընդամենը 4 հոգի, ու ես այդպես էլ չհասկացա, թե ճանապարհին ինչ տեղի ունեցավ, ինչ կատարվեց, արդյոք այդ Կտրիչ Ներսիսյանի մասին մտահոգությունը միայն ազգային ժողովում է եւ այսպես ասեմ հերոստալիքների առաջ, տեսախցիկների առաջ, իսկ դրանից հետո այդ մտահոգությունը կորուն վերանում է այս մարդկանց մոտ, բայց փաստը մնում է փաստ, որ նրանցից ընդամենը 4 հոգի հասավ այդ դատավարությանը եւ 4 հոգի երևաց հերոստախցիկների։ Հիմա ինչպես է ստացվում, երբ մի աղմուկ են բարձրացնում, որ աննախադեպ երևույթ է, որ կաթողիկոսը կանգնում է դատարանի առաջ, որովհետև չի կարող ինքը աշխարհիկ դատարանով դատվել, հոգևոր մարդ է, բայց օրինակ ինքը կարող է ընտրություններին մասնակցել որպես քաղաքացի, կարող է իշխանափոխության կոչ անել, տարբեր այլ հայտարարություններով հանդես գալ, քաղաքականության մեջ մտնել, հոգևորականներ ուղարկել, որ զբաղվեն քաղաքականությամբ, դες դիսոնանս չի մի փոքր։ Այն, որ Կտրիչ Ներսիսյանը եկեղեցին տարել է դեպի քաղաքականություն, կամ այս մարդը չի կարողանում եկեղեցին կառավարել, ղեկավարել, ես 3 կետ կուզեմ առանձնացնել։ Առաջինը հենց բարձրաստիճան arczepiskopos-ի քաղաքականության մեջ մտնելը, այս անձնավորությունը խոսքը Վազգեն Գալստանյանի մասին է, ով ինքն իրեն սառեցրել է եւ թող որևէ մեկն ինձանից չնեղանա, որ ես ասում եմ Վազգեն Գալստանյան, որովհետեւ ինքն է ուզեցել այդպես լինել, ինչ է նշանակում հոգեվորականի սառեցումը։ Պատմության մեջ այդպիսի դեպքեր գոյություն երբևէ չեն ունեցել եւ երբ որ ինքը համաձայնվեց այդ սառեցմանը կամ քաղաքականության զբաղվելուն, ինքը նաեւ համաձայնվեց, որ իրեն ասեն Վազգեն Գալստանյան եւ այնպես չի, որ ես նպատակադրված ուզում եմ իրեն վիրավորել, հենց ինքն է այդպես ցանկացել։ Այս մարդը մի քանի անգամ շեշտել է իր հարցազրույցների ժամանակ, որ յուրաքանչյուր բան, որ ինքը կանի կամ ինքը անում է ուրեմն ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ։ Իդեպ այն, որ այսօր պետությունը ցանկություն ունի ուրեմն վեհարանում նստող անձնավորությանը հեռացնել վեհարանից, դա ամենաառաջինը չի ծնվել կառավարության մտքում, ուզում եմ ասել, որ սա այս խնդիրը կաթողիկոսին հեռացնելու հարցը ամենաառաջինը ծնվել է հենց եկեղեցու մեջ, որովհետև հենց Վազգեն Գալստանյանի մասով, երբ որ Սուրբ Էջմիածնում ժողով եղավ, այսպիսի տեղեկատվություն կա, որ այնտեղ 24 եպիսկոպոսներ են մասնակցել այդ ժողովին, ովքեր պետք է կամ այո կամ ոչ ասեին այդ շարժմանը, որ պիտի ղեկավարվեր ուրեմն arczepiskopos-ի կողմից, այդ ժողովականների 24 հոգուց 20-ը դեմ է արտահայտվել եւ մեր եպիսկոպոսները չեն ցանկացել, որ հոգեվորական առաջնորդի այդ իշխանափոխությունը, բայց կաթողիկոսը չի լսել այդ 20-ի ուրեմն ձայնը, արհամարել է 20-ի ձայնը եւ 20 եպիսկոպոսներ, ընդամենը 4 հոգի է, որ համաձայնություն է հայտնել, որ հոգևորական առաջնորդի այս շարժումը, ընդհանրապես տեսեք մեծամասնության ձայնը այստեղ անտեսվել է եւ ինքը սա էլ այն բանի ապացույցն է, որ միապետությունն է այնտեղ եւ եկեղեցին ինքը, եթե կուզեք իմանալ, սինոդալ կառույց է, այսինքն եկեղեցին կառավարվում է ժողովականների միջոցով, եպիսկոպոսների եւ այնտեղ որևէ հարցի լուծում ընդամենը 1 հոգու ասելով չի լինում եւ փաստը մնում է փաստ, որ այս անձնավորությունը ինքը արհամարել է իր եկեղեցականների կարծիքը եւ գործել է միանձնյա եւ դրանից հետո էլ նաեւ Վազգեն Գալստանյանը ինքը նետվել է այլևս ասպարեզ եւ ցանկացել է երկրի իշխանության ղեկը վերցնել իր ձեռքին։ Բնականաբար, եթե դու ցանկանում ես
հոգևորը թողնել եւ լինել որպես աշխարհիկ մարդ եւ զբաղվել ուրեմն քաղաքականությամբ, դու նաեւ օրենքից ավելի բարձր չես, առհասարակ որևէ մեկ մարդ Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի Հայաստանի Հանրապետության օրենքներից բարձր կանգնած չէ եւ եթե մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, կապ չունի մենք ինչով ենք զբաղվում, ինչ մասնագիտություն կամ կրթություն ունենք, մենք օրենքից ավելի ներքև ենք գտնվում եւ չի կարող այնպես լինել, որ դու առհամարելով եկեղեցական օրենքները, իսկ եկեղեցական օրենքն ինչ է ասում, որ հոգևորականը չի կարող քաղաքականությամբ զբաղվել, իսկ իրենց պատճառաբանությունն այն է, որ եթե հոգևորականը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ ընտրություններով է զբաղվում, կարող է նաեւ ընտրության գնալ, ուրեմն ինքը եւս այդ process-ներին կարող է մասու բաժին կազմել։ Դե եթե դուք պատրաստվում եք այդ process-ներին մասու բաժին կազմել, եթե այդ process-ների ընթացքում դուք ձեզ անկարգություններ եք ցույց տալիս, թույլ տալիս, բնականաբար օրենքն էլ պետքա որպես շապիկ, այսպես պաշտպանական միջոց, պիտի ձեզ չշրջանցի, որովհետեւ խարդախ խաղալ կլինի, եթե դու X պահի ասես, որ թող օրենքը ինձ որևէ կերպ չանդրադառնա, որովհետեւ ես հոգևորական եմ, բայց դու պատրաստվում ես օրենքը շրջանցել, անտեսել, իսկ դու Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիներից ինչով ես տարբերվում։ Միթե դու ավելի բարձր ես, քան Հայաստանի Հանրապետության որևէ մեկ այլ քաղաքացի, կամ եթե վերջերս մի դեպք տեղի ունեցավ, կներեք, որ ծավալվում եմ, մի հոգևորական անունը չեմ տալու, ինքը մարդ էր գցել մեքենայի տակ ու այդ մարդը մահացել էր։ Հիմա ինչ, պետք է այդ մարդը չդատվեր։ Ամեն դեպքում մարդ էր մահացել ու չէր կարող այդ տան անդամներին, մահացողի տան անդամներին ասել, գիտեք, մեքենայի տակ գծողը հոգևորական էր ու եթե դուք իրեն դատի տակ, ապա անեծքի կարժանանաք։ Հիմա նույն բանն է տեղի ունենում, երբ որ կաթողիկոսը օծում ունեցողը ինքը չի հարգում այդ օծումը, ինքը անում է բաներ, որը եկեղեցականին առհասարակ հարիր չէ, այդ ժամանակ մոռանում է, որ օծում ունի եւ չի կարելի, բայց հենց գալիս է պատասխանատվության պահը, այս մարդը հիշում է, որ ինքը օծում ունի եւ եթե օծում ունի, ուրեմն որևէ մեկը չի կարող իրեն պատասխանատվության ենթարկել։ Ես կարծում եմ, որ սա մանիպուլյացիա է եւ այս կերպ նաեւ մեր հանրությանը իրենք փորձում են ուրեմն շեղել կամ ճշմարտությունից հեռացնել։ Ես կարծում եմ, որ հոգևորականը առհասարակ ինքը քաղաքականության մեջ չպետք է լինի, իսկ լինելու պարագայում էլ, եթե այդ որոշումը կայացրել է, պետք է հետագա նաև հարցերի մասով այդ պատասխանատվությունից չխուսափի։ Տեսեք, Արզարշավի ամբողջ ընթացքում վարչապետը խոսում էր պատերազմի եռագլուխ կուսակցության մասին, այսօր իր ելույթում խորհրդարանում նշեց, որ մի շարք հոգևորականներ կիրակնօրյա պատարակների ժամանակ կոչ են անում Արցախի հանրապետությունը պահել, ինչը պատերազմի կոչ է համարում, ասում է հաջորդ նախատեսությամբ խաղաղություն են ուզում, բայց մինչև այդ պատերազմի կոչ են հնչեցնում, կուզեի նաև սրան անդրադառնայիք, իսկապես օրինակ Հայ-առաքելական Սուրբ եկեղեցին եւ այն հոգևորականները, ովքեր շարունակում են պաշտպանել Կտրիչ Ներսիսյանին, ունենան նույն ռազմավարությունը, ինչ այսպես կոչված պատերազմի եռագլուխ կուսակցությունը։ Այս մարդիկ իրականությունից կտրված են եւ կարելի ասել քաղաքականությունից իրենց մտքով շատ հեռու։ Ես նույն բանը կարող եմ ասել Վազգեն Գալստանյանի մասին, միգուցե ինքը աստվածաբանական փայլուն միտք ունի, բայց քաղաքականությունից ինքը չի կարող խոսել, որովհետև իր բոլոր ելույթները առհասարակ քաղաքականության մասին իր պատկերացումները այնպիսին էին, որ հասկանում ես, որ այս մարդը քաղաքականությամբ չի կարող զբաղվել եւ իր այդ խոսույթը ուղղակի կերպով մեր եկեղեցին կտան, մեր պետությունը կտանի կործանման, կհրահրի պատերազմ։ Գիտեք, դու պետք է հաշվի առնես նաև աշխարհքաղաքական ողջ շրջանակը, թե դու որտեղ ես գտնվում, դու ինչ կարող ես անել որպես պետություն, քեզ ինչ կարող ես թույլ տալ, ինչ չես կարող թույլ տալ, եւ գտնվելով այնպիսի ուրեմն կարգավիճակում, ինչպիսին որ Հայաստանն էր, հենց ես նկատի ունեմ, որ մեր զորքի քիչ լինելը, ռազմատեխնիկայի ժամանակին քիչ լինելը, այսինքն դու այդպիսի ուժերով չէիր կարող բնականաբար Արցախ հետ բերել, իսկ Արցախը հետ բերելու համար դու ունեիր նախորդ 30 տարիները, որ դու պետքա քո երկիրը զարգացնեիր, դու քո եկեղեցին զարգացնեիր։ Տեսեք, ես պետությունը զարգացնելու մասով դեռ չեմ խոսի, եկեղեցին զարգացնելու մասով ինչ ծրագրեր է իրականացրել վերջին 30 տարիներին Կտրիչ Ներսիսյանը Արցախի եկեղեցու համար կամ արցախցիների համար։ Մեր Արցախի հանրությունը, Արցախի հավատացյալները բազմիցս խոսում էին այն մասին, որ
Արցախում հոգևոր կյանքը մեռած է եղել, որ եկեղեցին իրենց կյանքում առհասարակ այդքան էլ տեղ չի ունեցել եւ իրենք եկեղեցուց կտրված են եղել, որ այսքան գոռում բղավում են Գանձասարը, տեսեք, ես նաեւ ունեմ տեղեկություններ, որ Գանձասարում գրեթե պատարակներ չէին էլ մատուցվում եւ այս մարդը կարելի ասել Արցախի թեմը այսպես բարձի թողի վիճակում էր թողել եւ այդքան ծրագրեր չեն էլ իրականացվել Արցախում մեծացող մանուկների համար, թեկուզ սուբգրքի դասեր, որ կազմակերպվեին այնտեղ, կիրակնօրյա դպրոցներ, որ եկեղեցին ունենալ Արցախի մանուկների համար, այսինքն այսպիսի ծրագրեր որոշակի անհատ հոգեվորականներ միգուցե իրականացրել են, բայց ընդհանրական եկեղեցու իմաստով, որ եկեղեցին ինքը Արցախահայության համար որևէ ծրագիր ունենար, որ Արցախահայը այնտեղ հոգևոր բարոյական նորմերով, քրիստոնեական կանոններով եւ օրենքներով ապրեր ու մեծանար, այդպիսի ծրագրեր առհասարակ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Արցախի համար այս տարիների ընթացքում չի ունեցել։ Ասեմ ավելին, գրասենյակը, որ հետո բացվեց Հայաստանում Արցախի կորստից հետո, դուք կարող եք հետաքրքրվել, եթե այդպես չի, թող հակառակը ինձ համոզեն, տեսեք գրասենյակը չել հովանավորվել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կողմից, որովհետև դրանից հետո ասում են, որ այնքան կարևոր է, որ մենք կարողանանք Արցախահայերին ինտեգրել հայ հասարակության մեջ, իսկ այդ ինտեգրման հարցերով պետք է զբաղվեր Արցախի գրասենյակը, որը գտնվում էր Երևանում, բայց իմ ունեցած տեղեկություններով Կտրիչ Ներսիսյանը անգամ ֆինանսական միջոցներն է կտրել այդ գրասենյակից, անգամ չի հովանավորել եւ ես վերջերս նաեւ իմացա, որ գրասենյակը պիտի փակվեր, որովհետեւ ֆինանսավորում չէր եղել այդ գրասենյակին։ Բնականաբար դրանք ուղղակի խոսքեր են, որ այս մարդիկ լավ կարողանում են ճառել կենասներ ասել Արցախի մասին, բայց թե ինչ գործ են արել Արցախի, Արցախցու, Արցախի պահպանման համար, դեռ դրա մասին կարելի է շատ երկար բացասական իմաստով խոսել։ Իսկ Ղարաբաղի օրինակ հայաթափումից հետո երբ շատ են խոսում այնտեղի եկեղեցիների պղծման դեպքերի մասին եւ այլն, Մայրաթորը այստեղ որևէ անելիք չուներ, ինչ որ կապերի միջոցով թեկուզ դիմելու, որովհետեւ այդպիսի ազդակներ նաեւ փակ ֆորմատներից հնչում էին, որ հենց մեր կաթողիկոսը անելիք ուներ այս հարցում։ Բնականաբար ուներ անելիք եւ ես չգիտեմ էլ ինչքանով է արել, ինչքանով ոչ, եւ քանի որ չգիտեմ, շատ կարեւոր մի բան կա, այն ինչը որ գիտես եւ համոզված ես դրա մասին ասում ես, բայց այն ինչը որ չգիտես եւ տեղեկություն չունես, ավելի լավ է չխոսես, որովհետեւ հնարավոր է նաեւ մարդիկ արած լինեն, եւ այս իմաստով մենք խոսում ենք բացառապես փաստերի մասին եւ այն ինչը որ իրականությունն է։ Իսկ այն ինչը որ չգիտենք, չենք էլ ուզում ոնց որ դրա մասին խոսել եւ ասել։ Տեր Արամ, ինչ մեխանիզմներ եք տեսնում իր հեռացման իմաստով, այսօր վարչապետը խոսեց, որ ակնկալվում է առաջիկայում ինչ որ զեկույց կլինի, առայժմ չանդրադառնանք, որովհետեւ մանրամասներ չկան այս հարցում, բայց դուք ինչ մեխանիզմներ եք տեսնում իր հեռացման իմաստով, խոսվում էր, որ միջև ընտրությունները կարող է գնային, ընտրությունները ավարտվեցին, բայց կարծես գոնե հրապարակային այսպիսի մտադրություն չկա, որ մի շատ կարևոր բան կար, որ մենք անցնող 1 տարվա ընթացքում կարելի ասել բարեկարգմանը միացած բոլոր անդամներով կարողացանք կյանքի կոչել եւ ես կարծում եմ, որ փայլուն կերպով կարողացանք կյանքի կոչել, դա իրավիճակի լուսաբանումն էր, որովհետեւ հայ հանրությունը անշուշտ որոշ անհատներ իրեն գիտեին, որ եկեղեցու ներսում խնդիրներ կային, կարող այդ ամենը վերածվեր ասեկոսեների, մարդիկ ուղակի, այսպես ասած, պատերի տակ կարող է դրա մասին խոսեին, արտահայտվեին, բայց լայն հասարակությունը, լայն հանրությունը ինքը այդ խնդիրներին տեղեկացված չէր, թե եկեղեցու ներսում ինչ գոյություն ունի, չարը, մեղքը, ինչքանով է բույն դրել Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եւ դրանից տարածվում նաեւ հայ առաքելական բոլոր եկեղեցիներում եւ մեր անելիքը եղավ այս անցնող 1 տարիների ընթացքում լուսաբանումը, տեղեկատվության փոխանցումը, որ հայ մարդը ինքը առհասարակ իմանա իր եկեղեցու խնդիրները, խնդիրները եւ մենք առհասարակ մեր, այսպես ասեմ, պոզիցիա կոչված է, մենք ինչի համար ենք խոսում, արդյոք նեղացած ենք դրա համար ենք խոսում, մեզ նեղացրել են, չգիտեմ, մեծ եկեղեցուց դուրս են հանել, մենք որպես նեղացած մարդիկ դրա համար է որ խոսում ենք, թե իսկապես եկեղեցու մեջ կա խնդիրներ եւ մենք այդ ամենը բարձրաձայնում ենք սրտացավությունից ելնելով եւ նաեւ հենց այն հանգամանքը, որ այդ բոլոր տեղեկատվությունը փոխանցելուց հայ հանրությանը ուրեմն
ցույց տալուց հետո մարդկանց հոսքը թեկուզ եւ հովանավանք ավելացավ եւ անցնող այս 1 տարիների ընթացքում մարդիկ լավ էլ տեղյակ լինելով թե օրինակ ինչ խնդիր կա իմ եւ ամենայն հայոց կաթողիկոսի միջև կամ բարեկարգման շարժման անդամների եւ առհասարակ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում նստած մի խումբ բարձրաստիճան եկեղեցականների միջև մարդիկ այս կերպ իրենց այցելություններով տեսեք ես հենց վերափոխման օրվա հետ կապված կասեմ եւ ես կասեմ բացարձակ ճշմարտությունը որ հենց վերափոխման տոնին հովանավանքում ավելի շատ հավատացյալներ կային, քան Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Իհարկե, երբ որ ես այս ամենը բարձրաձայնում եմ, նրա համար չեմ ասում, որ ես ինձ լավ զգամ, հակառակը իմ սիրտը ցավում է այսպես, ուրեմն սա ասելով, որ այդպես է եղել, որովհետև Մայրաթոր Սուրբ Էջմիածինը մեր բոլորի հոգևոր կենտրոնն է եւ ինձ համար որպես հայ հոգևորական տեսնել Էջմիածնի հայաթափում է, այսպես ասեմ, որ այնտեղ հայ հավատացյալ այլևս չի գնում կամ գնացողների քանակը շատ քիչ է, սա հենց ցուցիչն է այն բանի, որ Կտրիչ Ներսիսյանը իսկապես ձախողել է եւ հայ հանրությունը հասկանում է, որ ինքը կորցրել է իր լեգիտիմությունը։ Ճիշտ է, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ամեն անգամ ցեխ է շպրտում բարեկարգման անդամների վրա, որ իրենք լեգիտիմ չեն, թեկուզ եւ այն հոգեվորականների, ովքեր շարունակում են իրենց ծառայությունը, ես, Տեր Թադեն, Տեր Տարոնը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանը, որ մենք գիտենք անհիմն, ուղղակի եկեղեցու խնդիրները, այն էլ ինչ խնդիր, որ դուք գիտեք վերջերս ուրեմն սենսացիա եղավ, որ մի բարձրաստիճան հոգևորական արոնապղծություն էր տեղի ունեցել եւ ինքը հարաբերության մեջ էր եղել իր ազգականի հետ եւ այս փաստը նաեւ մեծ հուզմունք առաջացրեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսների մի մասը որոշեց որ պետք է անտարբեր մնալ, իսկ մի մասն էլ փորձեցին բարձրաձայնել եւ փորձել պատասխանը ստանալ, ամեն անգամ իրենք ինչ են ասում, որ եկեղեցին ունի իր դատարանը եւ բոլոր հարցերը պետք է քննվեն եկեղեցու դատարանում։ Ես հիմա երկու կետ կառանձնացնեմ։ Արդյոք այդ arczepiskopos-ի հարցը ով իր քերակնոջը տենչացել էր կամ ցանկացել է եւ նրա հետ էր եղել։ Եկեղեցական որ ատյանը երբևէ որևէ մեկ ժողով գումարել է եւ այդ հոգեվորականի հարցը բարձրացրել է կամ քննարկում առհասարակ կազմակերպել է այս իմաստով։ Ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ մեկ քննարկում տեղի չի ունեցել։ Երկրորդը հենց Եզրաս arczepiskopos-ի մասով, երբ որ ազգային անվտանգությունը տեղեկացրեց, որ ինքը նաև ԿԿԲ-ի գործակալ է, արդյոք որևէ մեկ ժողով տեղի ունեցել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում այդ arczepiskopos-ին պատասխանատվության ենթարկելու կամ եկեղեցուց դուրս հեռացնելու համար չի եղել։ Դե եթե այդքան կարևոր հարցերի մասով եկեղեցու ատյանը, ինչպես որ իրենք են սիրում ասել, որ եկեղեցին ունի իր դատարանը, այսինքն հանցագործները եկեղեցու դատարանում մեջ մնում են անպատիժ, դե եթե եկեղեցու դատարանը չի գործում, ուրեմն պետք է պետության դատարանը գործի, որովհետև այդ մարդիկ նաև Հայաստանի Հանրապետության համար հենց Եզրաս Ներսիսյանը Հայաստանի Հանրապետության անվտանգության համար այդ մարդը խնդրեմ ու խնդիր է։ Արդյոք Հայաստանի Հանրապետության իշխանությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցով անելիք չունի, եթե չունենար, տեսեք ես անկեղծ եմ ասում, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, եթե իմ երկրի իշխանությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության մասով որևէ մեկ խնդիր խնդրեմ լինելու պարագային, եթե չարձագանքեր, ես անվստահություն կհայտնեի այդ պետության կամ այդ ուժի հանդեպ եւ հնարավոր նաեւ լքեի Հայաստանի Հանրապետությունը, որտեղ ինձ այստեղ ապահով չէ զգա։ Այն էլ եթե այդ անվտանգության խախտումը հայ հոգևորականի միջոցով է, հետեւաբար եկեղեցին ինքը որպես ուրեմն կառույց պիտի այս հարցը լուծեր, իսկ եթե չի լուծել, բնականաբար համարժեք է եւ նորմալ, որ պետությունը պիտի իր երկրի քաղաքացու անվտանգության հարցերը լուծի։ Այսինքն մեծ հաշվով Կտրիչ Ներսիսյանի համար նորմալ են այս բոլոր երևույթները, թեկուզ հենց Արշակի հետ կապված, Արշակ Սրբազանի հետ կապված քերակնոջ այդ հայտնի բաները տեսանյութերը, որ համացանցում տարածվեցին, ինքը ամեն կերպ հերքեց սրա մասին, Եզրասի էլ մի քանի դեպքեր էլ կան, Տեր Զարեհի մասով էր ձայնագրություններ էին հրապարակվում մի կնոջ հետ։ Տեր Զարեհի մասին եկեք առհասարակ չխոսենք, ինքը կարծում եմ, որ հայ հոգևորականի ամոթն է, այսպես ասեմ։ Դե բայց այնպիսի տեքստեր է ասում Տեր Արամյանը։ Ես ուղղակի խորհուրդ կտամ իրեն, որ այդ շապիկը հանի ու հեռանա եկեղեցուց։ Հիմա էլ գիտենք, եկեք չմեկնաբանենք իրեն առհասարակ, որտեվ մեկ բառով ես իրեն անվանում եմ խայտառակություն։ Այսքանը համացածում ինչ որ այդպես հոխորտում է, խոսում է Գևորգ Սրբազանի մասին, ինչ որ բաներ ասում, ես վենդետայի մասին չեմ խոսում, բայց ես կարծում եմ, որ հայ առաքելական եկեղեցում իր օրերը հաշված են։ Այսքանը կասեմ այդ երիտասարդին եւ կխնդրեմ իրեն, որ առհասարակ աշխատի այլևս
հեռախոսը ձեռքը չվերցնել եւ լայվեր չաներ, ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Սա մեկ, իսկ Հարցը կտրիչ Ներսիսյանի մասով փաստորեն իր համար այս բոլոր բարքերը նորմալ են։ Բնականաբար նորմալ են, որովհետև եթե նորմալ չէր, ինքը պետքա քայլեր ձեռնարկեր այս ամենի հետ կապված, որովհետև եկեղեցին ինքը հենց այդ անաղարտությունը պահելու ինստիտուտն է, եւ եթե ինստիտուտը հենց ինքը կեղտոտված ու աղտոտված է, թոքերը այլևս չեն գործում, այսպես ասեմ, ինչպես կարող է թթվածին ինքը մատակ արարել ողջ հայությանը։ Դեպքում, երբ որ ինքը իր սեփական թթվածնի, այսպես ասեմ, քաղցը այլևս շատ այսպես պարզ կերպով զգում է ու հասկանում է։ Դեպաբար եկեղեցին ինքը հայոց մեջ ոչ միայն սերը քարոզելու ինստիտուտն է, այլ նաև մաքրությունը, բարոյականությունը ապահովելու ինստիտուտն է, ինչպես կարող են ուրեմն անբարոյականության որջի վերածած ուրեմն Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հիմա Հայաստանում բարոյականություն քարոզել։ Դեպաբար մենք օր առաջ այս մարդկանց պիտի ուղղակի հեռացնենք եկեղեցուց, եկեղեցին պիտի վերադարձնենք հայությանը, եկեղեցին պիտի վերադարձնենք իր օրակարգին, այն օրակարգին, որը ինքը առհասարակ ունի հայ ժողովրդի կյանքում, հայապահպանություն, հոգևոր խնամք, բարոյականության ուսուցում, եւ դրանից հետո նոր մենք կարող ենք զարգացնել թե հայ առաքելական եկեղեցին, եւ թե նաեւ հայ առաքելական եկեղեցու հետ մեկտեղ նաեւ մեր պետությունը եւ պետականությունը։ Երբ խոսում ենք եկեղեցու վրա հնարավոր շոտարերկրի ազդեցության մասին, իհարկե դիմադրություն է առաջանում իրենց կողմից, բայց օրինակ տարօրինակ չէ, որ Բելարուսի նախագահ Կտրիչ Ներսիսյանի ծննդյան օրն է շնորհավորում, բայց օրինակ չի շնորհավորում Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած քաղաքական ուժին եւ վարչապետին։ Գիտեք, ես չեմ զարմանում, որ Բելարուսի նախագահն շնորհավորում է հենց Կտրիչ Ներսիսյանի ծնունդը։ Ինձ համար ցավալի է սա իհարկե, որ պետական որևէ գործիչ է էնել Հայաստանից դուրս իր ծնունդը շնորհավորում։ Ես ակնկալում եի, որ այդ օրը իր ծնունդը օրինակ Հռոմի Պապը շնորհավորեր, ակնկալում եի, որ Կոստանդնապոլսի տիեզերական պատրիարքը պիտի շնորհավորեր կամ հույների պատրիարքը պիտի շնորհավորեր։ Ոչ մի եկեղեցական, այսպես ասեմ, պետ չշնորհավորեց իր ծնունդը եւ իր ծնունդը շնորհավորեց հենց Լուկաշենկոն։ Ինչը խոսում է այն մասին, թե ում է պատկանում այս մարդը։ Ընդհանրապես հարազատներն են, չէ՞, իրար ծնունդ շնորհավորում։ Ասենք, եթե եկեղեցական պետերի համար այս անձնավորությունը եկեղեցու առաջնորդ էր եւ հարգելի առաջնորդ էր, բնականաբար իրենք պիտի շնորհավորեին, բայց այն որ չեն շնորհավորել դա էլ է վատ, բայց ավելի վատ է, որ հենց Լուկաշենկոն է շնորհավորել եւ այս կերպ մենք արդեն հասկանում ենք իր գործունեության շրջանակը եւ տարածքը։ Հա, իր ծնունդը շնորհավորում է մի մարդ, ով անգամ չի հարգում Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովրդին։ Եվ իր քաղաքականությունը այս 27 տարիների ընթացքում հենց դա էլ ցույց է տվել, որ ինքն էլ չի հարգում Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովրդին եւ բնականաբար երկու անձնավորություններ, որ հաշվի չեն ուզում նստել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հետ, մեկը մյուսի հետ կարող են լավ լինել։ Է թող կհեռացնենք, կգնան եղբայրություն կանեն, մեկը մյուսի ծնունդեր կշնորհավորեն։ Երբ կհեռացնենք, Աստված առաջ պետք է աղոթենք, բոլորով միասին պետք է աղոթենք ու ես գիտեք կարծում եմ, որ այստեղ ավելի շատ ոչ թե մարդկային գործոնը պետք է լինի, այլ աստվածային եւ ես հավատում եմ, որ մեր բոլորի աղոթքը տեղ է հասնելու եւ մենք այս ամենի մեջ ապավինում ենք հենց Աստծո աջակցությանը։ Շատերն ասում են, որ ամենահարմար պահը 2018 թվականն էր հենց իրեն հեռացնելու եւ մենք այդ պատմական հնարավորությունը բաց թողեցինք, երբ նույնիսկ կար ձևավորված շարժում հատկապես իր հեռացման պահանջով, կարծում եք երկրորդ անգամ։ Ես կարծում եմ, որ ամեն բան իր ժամանակն ունի եւ եթե հիմա է եկել այդ պահը, այդ ժամանակը, ուրեմն հիմա դա պետք է արվի։ Եթե 2018-ին լիներ, եթե դա Աստծո կամքով լիներ, այդ տարին, ուրեմն այդ տարին կլիներ։ Տեր Արամ, ամփոփելով նաև մեկ հարց հենց կոնկրետ ձեզ ուղղված, վերջին դատական նիստի ընթացքում, եթե չեմ սխալվում, դուք հայտարարել եք, որ ձեզ վիրավորում է, երբ ձեզ Նիկոլական են անվանում, սա շատ մեծ քննարկումների առիթ հանդիսացավ սոցցանցերում, կուզեի մեկնաբանեք, վարչապետն իհարկե սրան անդրադարձել է կառավարության նիստում, բայց նաև ձեր մեկնաբանությունը։ Ինձ համար շատ այսպես ծիծաղելի էր ընդդիմադիր լրատվականների այդ տարածումը, կարծես այսպես հանգստանում էին իրենք այդ նյութերը, այսպես ասեմ, համացանցում տարածելով։ Սա խոսում է նաև իրենց ճնշվածության մասին եւ եթե
այդ տեսանյութը իրենց հանգստացնում էր, կարող են շատացնել դրա տարածումը, ես ուրախ եմ իրենց համար, միգուցե եթե այսպես շարունակվի առողջական խնդիրներ ունենան, բայց այն ինչ որ տեղի էր ունեցել 2020-21 թվականներին, երբ որ հենց Արագածոտնի թեմում ինձ տեղին եւ անտեղին, այսպես ասած, շահարկումներ անելով եւ ասում են, որ դու իշխանական ես եւ նիկոլական ես, այդպես էին ասում, դեռ վարչապետի տիկին այդ ժամանակ չէր եկել Հովանավանք, այսինքն այս մարդիկ դեռ այդ ժամանակ սկսել էին արդեն իրենց պիտակավորումը եւ պիտակներ կպցնել ինձ անվանելով նիկոլական, իսկ ես ասում եմ, որ Ժորժ ջան, ես նիկոլական չեմ, հիմա ինչ եք ուզում ինձ պիտակավորել, բայց իրենք շարունակեցին այդ ամենը եւ ոչ միայն խոսքով, այլ նաեւ ումանավանդ հետագայում նաեւ գործով, եթե ես կհայտնվեի իրենց միջավայրում, աշխատում էին չքննադատել, այլևս չխոսել այդ մասին, իսկ խոսելուց այնպես սիվաներ էին ասում, որ ես տանեմ տեղ հասցնեմ իրենց մտքով այդ ամենը, բայց վերջապես մենք որոշել ենք լինել քրիստոնյա, երբ որ ես որոշեցի դառնալ հոգևորական, դա 2008-9 թվերն էր, եթե չեմ սխալվում, այդ ժամանակ վարչապետը բանտում է գտնվել, այսինքն ես 2008-9 թվականներից որոշել եմ, որ ես պետք է լինեմ Քրիստոսինը, ոչ թե անհատ որևէ մեկին, տեսեք, ինչի է Կտրիչ Ներսիսյանը հայտնվել այս իրավիճակում, որովհետև ինքը անընդհատ որոշել է ինչ որ մեկին է լինել, չգիտեմ, ինչ որ մի անհատի պատկանել, մի կառույցի պատկանել, բայց ոչ միայն Քրիստոսին էլ, այսինքն բոլորին, բոլոր մարդկանց կարա ինքը կարող է լինել Քոչարյանական, ինքը կարող է լինել Սամվելական, ինքը կարող է լինել Սերժական, բայց ոչ երբեք Քրիստոսին է կամ քրիստոնյա։ Եվ թող այդ նույն կերպ ինձ հետ չվարվի, անշուշտ եթե հիմա կուզեք հարցնել, ես այս մեր օրերի քաղաքական ուրեմն առաջնորդների, չգիտեմ, ծրագրերին կողմ եմ, դեմ եմ, ես իհարկե կողմ եմ եւ տեսնում եմ, որ մեր պետությունը զարգանում է, ես տեսնում եմ, որ մենք իսկապես մեր անկախությունը կարողացանք վերջին ընտրություններով պահպանել, բայց ես չեմ ուզում ինչ որ մեկինը լինել, ես ուզում եմ միայն ու միայն Քրիստոսինը լինել եւ իր ժողովրդինը։ Եվ կարծում եմ, որ այս հարցի լավագույն պատասխանը հենց ինքը վարչապետը տվեց, որ ասած ես կնեղվեի նաեւ, որ եթե որևէ մեկ հոգեվորական հենց նիկոլական լիներ, անշուշտ մենք կարող ենք ունենալ լավ հարաբերություններ, բայց դա չի ենթադրում, որ ես պետք է որևէ մեկ մարդու ծառայություն մատուցեմ։ Այո, այդ մեկ մարդը ինքը եւս Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ ես երբեք չեմ վարանի այդ մեկ մարդուն եւս ծառայություն մատուցել, բայց որպես Հայաստանի Հանրապետության հայ առաքելական եկեղեցու հետևորդ ավելին կմատուցեմ, քան որպես քաղաքական գործիչ։ Շնորհակալություն Տեր Հայր մեզ հյուրընկալվելու համար։ Հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալել է Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանա Ասատրյանին, կհանդիպենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար